Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը եւ դրանից հետո գրանցված ահազանգերի հիման վրա 17 քրեական գործ է հարուցվել, կալանավորվածը մեկ անց դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին ոստիկանության պաշտոնյաները։ 10 գործ հարուցվել է քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։ Խոսքը վերաբերում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու մասին։ 7 գործ 149-րդ հոդվածի հատկանիշներով ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովի աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը։ Մարդու իրավունքների պաշտպանից ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 78 դեպքերի վերաբերյալ հաղորդում, որոնցից 31-ով ոստիկանությունը արդեն իսկ կատարում էր քննություն։ Այսինքն միջև հաղորդումը ստանալը կատարում էր քննություն։ Մնացած 47-ով այս պահին իրականացում են քրեադատավարական գործողություններ հանցագործության հատկանիշները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն անդրադարձավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրերս արած հայտարարությանը, թե ընտրախախտումների մասին տեսանյութերը մոնտաժված էին։ Տեսանյութերին ես այդ մտքին էլ ծանոթ չեմ, երբ է ասվել եւ ինչ, երևի նկատի են ունեցել ընդհանրապես, որ շատ հաճախ համացանցում տեղադրված նյութերը ամբողջական չեն լինում, մոնտաժված կամ ինչ-որ կտորներով են լինում տեղադրված, երևի դա են նկատի ունեցել։ Այս պահին պատասխանել չի լինի, որտեղ նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, այդ թվում նաև հստակ պատասխան տալու համար, թե արդյոք կոնկրետ հիմքում հաղորդման կամ ահազանգի հիմքում ընկած տեսանյութը մոնտաժված է, թե ոչ։ Պողոսյանի խոսքով, թե այոյի, թե ոչի կողմնակիցների կողմից արջի ծառայություն մատուցողներ եղել են։ Civilnet-ի հարցին, թե նրանք որ կենտրոնից են ղեկավարվել, Պողոսյանը պատասխանեց. Ավելի շատ մեր դիտարկումների արդյունքում կարող ենք անել այս պահի դրությամբ հետևությունները, ընդհանրապես անձնական նախաձեռնություն։ Չեկանցկացրին նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանը հանրաքվեի օրն անձամբ առնչվել է ոստիկանների աշխատանքին։ Նրա պնդմամբ քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում հանրապետական կուսակցությունը ներկայացնող հանձնաժողովի անդամներն իր նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրել եւ տարածքում գտնվող ոստիկաններից ոչ ոք չի արձագանքել։ Ընդ որում տեղամասում բազմաթիվ կոնկրետ իմ տեղամասում, քանի որ 93-րդ դպրոցն էր, կային 3 տեղամաս եւ իրար կողք եւ ոստիկանների թիվը մոտավորապես մի 15 հոգի կլինեին։ Բոլորը ընդեղ էին, բոլորը տեսան, թե ինչ է կատարվում եւ ամենահետաքրքիր պահերից մեկը այն էր, որ տեղամասը արդեն փակ վիճակում 21-30-22-ի կողմերն էր։ Երկու երիտասարդներ իրենք բացեցին, երկու երիտասարդներ մտան, որպեսզի իմ հետ շարունակեն ինչ-որ համոզելու աշխատանքներ տանելը։ Այսինքն ոստիկանությունը այդ օրը ակնհայտորեն գործում էր առավելագույն, այսպես ասեմ, ապօրինություններ թույլ տալու մեխանիզմով։ Նրա հաղորդման հիման վրա հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել։ Հրայր Մանուկյանն ասում է, դա արվել է միջազգային հանրության աչքին թոզ փչելու համար։ Ես վստահ չեմ, որ իմ քրեական գործը հարուցելուց հետո իրենք պատշաճ կերպով քննություն են իրականացնելու եւ մեղավորներին պատժելու են։ Ես խիստ կասկածում եմ դրանում, բայց մի բան է հստակ, որ ես մինչեւ վերջ պահանջելու եմ, որպեսզի բոլոր օրինախախտները պատժվեն։ Այդ գործը քրեական գործի քննության ամբողջ ընթացքում ինչ որ իրենք անեն, ես ամեն ինչ ֆիքսելու եմ, արձանագրելու եմ։ Այսօրվա ասուլիսի ընթացքում ոստիկանության պաշտոնյաները հայտնեցին, որ հանրաքվեի օրն անգործություն ցուցաբերելու համար որևէ ոստիկան չի ազատվել աշխատանքից։ Արա Հարությունյան, Հրանտ Մարինոսյան, Civilnet։